սիրելի հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք սիրելիներս, դե ես լավ եմ, տանն եմ, ինչպես տեսնում եք, մի քանի հարցերի կպատասխանեմ, չեմ կարող մերժել իմ սիրելի հետևորդների հարցերը եւ որից հետո արդեն տանից դուրս եմ գալու։ Եթե հիշում եք նախորդ վլոգում ասեցի, որ խանութներ եմ գնալու։ Խանութներից հրավերներ եմ ստացել։ Ամեն մի խանութում որոշ գումար են ինձ այսպես նվիրում եւ բնականաբար այդ գումարը օգտագործելու համար պիտի ինչ-որ բան գնես։ Հիմա որոշել եմ ոչ բոլոր խանութներից պիտի գնեմ, իհարկե կարիք չկա, բայց մանկական խանութ կա Օկայածին, որը որ հաստատ գնալու եմ, երևի թե այսօր այդտեղ կգնանք։ Բայց մինչ գնալս կպատասխանեմ իմ հետևորդների մի քանի հարցին, որից հետո արդեն տանից դուրս կգանք։ Ուրեմն մեկը շատ հետաքրքիր էր։ Դրա համար որոշեցի այսպես տեսանյութով ասել, որովհետև մեկնաբանությանը պատասխանելը շատ երկար կտևեր ու դժվար է ինձ համար գրելը, արդեն դուք դա գիտեք։ Ուրեմն հարցը հետևյալն է, թե Հայաստանում ես որտեղից էի իմ հագուստը գնում։ Սկսեմ վաղ անցյալից, այսպես երկար պատմությունով գամ, շատերի մոտ էլ հիշողություն արթնացնեմ, հատկապես իմ հասակակիցների կողմից։ Մեր ժամանակ սիրելի հետևորդ, ես չգիտեմ դուք քանի տարեկան եք, սովետական Հայաստանի ժամանակ լավ հագուստը ձեռք էինք բերում, ձեռքի վրայից, այդպես էինք ասում, առևտրականների մոտից, բնականաբար, նաև ովքեր որ պահեստներում էին աշխատում, պահեստապետներ կամ այնտեղ աշխատողներ դուրս էին բերում եւ շատերը բաժինք էին հավաքում, հենց բաժինքի ամեն ինչը ձեռքի վրայից գնվածներն էր, տարական բաներ էին, որ նորից գնում էինք ձեռքի վրայից, տեղական արտադրության որևէ բան անպիտան էր, կարերը, որ վատ, կտորները վատ, մի խոսքով շատ վատ էր, բայց այդ ամենը ձեռք էինք բերում առևտրականների միջոցով, որոնք էլ գնում էին Մոսկվա եւ այնտեղից բերում էին։ Մոսկվայի խանութներում շատ կար եվրոպական արտադրության ամեն ինչ, որակյալ արտակարգ եւ մենք գնում էինք այդ ապրանքները, ճիշտ է շատ կլորի գումարի դիմաց, բայց ձեռք էինք բերում շատ որակյալ եւ գեղեցիկ կոշիկներ, ձմեռային երկարաճիտ կոշիկներ, ինչու՞ չէ նաեւ վերարկուներ, հագուստներ, ամեն ինչ որ ձեր մտքով նույնիսկ չի անցնի, դրանք ուրեմն մենք գնում ենք։ Եվ հետաքրքիրը նա է, որ բոլորը կհիշեն այդ տարիներին ավստրիական երկարաճիտ, լավ փափուկ կաշվից այդպես սապոգներ ասեմ, դրանցից ունեինք ոչ թե մեկ զույգ ես ունեի, այլ բազմազան, միշտ շատ եմ սիրել հագնվել, գնել, ամեն դեպքում դա երևի եկել է նաև իմ մամայից, որովհետև մեր ընտանիքի իմ քույր եղբայրները բոլորն էլ սիրում են, մամաս էլ միշտ այդ թվերի մոդային համապատասխան ամեն ինչը հագնում էր, սիրուն էր ներկայանում եւ երևի թե էլի կամ էլ թե չէ բոլորն են այդպես, հիմա շատերն են ավելի մեզանից շատ, ինձանից շատ գնումներ անում։ Ինչևէ սիրելիներս այդ տարիներին դա էր, հետո 90-ականների սկզբին ես ինքս արդեն գնացի Մոսկվա, շատ երկար տարին գրեթե 2 անգամ էի գնում, ինքս ինձ համար հագուստներ էի բերում իմ ճաշակով, եվրոպական արտադրության, հիմա ֆրանսիական Տրիումֆ ներքնազգեստի խանութն եմ մտնում, այնքան թանկ են գները, իսկ մենք դա առնում էինք, թե ձեռքի վրայից, թե այնտեղից էինք բերում, թե կոշիկներ, թե կարծեմ գերմանական հողաթափեր, յուգոսլավիական ներքնաշոր կոմբինացիաներ կհիշեք, մի խոսքով ամեն ինչը ձեռքի վրայից էր, եւ այդ ամենը մենք հագնում էինք շատ գեղեցիկ, շատերն էին էլի գնում, դե ովքեր գումար ունեին ավել վճարելու, հաստատ գնում էին։ Այդ իսկ պատճառով գրեթե այդքան տարբերություն չէր լինում, թե դպրոցում, թե ինստիտուտում հագուստի առումով, որովհետև բոլորն էլ ի վիճակի էին գնելու։ Ոչ թե որ աշխատավարձները բարձր էր, ոչ, քավլիցի, սովետական միության ժամանակ ամեն մեկը մի տեղից կարողանում էր գողություն անել դրա հաշվին, օգուտներ ունենային էլի կամ էլ ամեն մեկի իր օգուտի հաշվին։ Եթե կհիշեք հիվանդանոցների պահակներին մի ռուբլի վճարում էին բոլորը, որ ներս էր թողնում։ Դե պատկերացեք այդ պահակի աղջիկը ինչ լավ կհագնվեր։ Մի խոսքով, որից հետո արդեն Չեխոսլովակիա, Լեհաստան, ես իմ ճաշակով ձեռք էի բերում։ Դրանից հետո արդեն առանձնացավ, քանդվեց սովետական միությունը, դժվարացավ արդեն
խանութներ չկար, փակ էին, այդ գնումներ ինչ որ կար մի քանի տարի այդպես տևած, նոր արդեն սկսվեցին կամաց տոնավաճառներ բացվել, տոնավաճառներում արդեն ապրանքը լինում էր։ Չնայած իմ բախտը բերել էր, որ 90-ականների սկզբից քույրս տեղափոխվեց Ռուսաստան եւ այնտեղ բնականաբար ավելի շատ կար ամեն ինչ դեռ, քան Հայաստանում։ Եվ այնտեղից էր մեզ համար հագուստներ ուղարկում։ Ամեն դեպքում միշտ էլ այդպես սիրել եմ, հագնվել ենք, հատկապես վերջին այդ տարիներին 80-ական վերջերին արդեն Կիրովականի կլոր հանրախանութում վաճառվում էր ամեն ինչ։ Էլ ֆրանսիական դուխիներ, էլ վերարկուներ, թեկուզ տեղական արտադրության կաշվե կոշիկներ, ավելի շատ ճտկավոր կոշիկներ եւ նորից վերավաճառում էին ժողովուրդ ջան, այսինքն չկար խանութում մի լավ բան, որ ես գնայի։ Հիշում եմ, ես պիտի գնայի մոդա էր այդ տարիներին, ինչպես հիմա, մախիրի այդ թելով բաները, ժակետները եւ վայնկոմատի այո դա էլ մոռացա նշեմ, դրանց պահեսներում, խանութներում ամեն ինչ կար, բայց դելի բնականաբար վերավաճառում էին խանութում, կարողանում էի ձեռք բերել։ Գնացել էի ծանոթ էր ասել, գնացել էի տեղ, դե այդպես էր, որ ես ով եմ, ես ինչ մարդն է ուղարկել եւ այդ ժակետի համար եմ եկել, ուրեմն ժակետը նայում, ժակետը վաճառվում էր 60 ռուբլի, վերավաճառքներ որքան հիշում եմ, եւ այդպես ապրանքները ցույց է տալիս, տեսա կաշվե բաճկոն, սերի գույներ, չգիտեմ ինձ այդ ձև հիշողներ կան, դժվար հիմա լսողներ լինեն, բայց դա ես հագել եմ ուսանող ժամանակ, շատ երկար տարիներ, ես գերադասեցի այդ կաշվե բաճկոնը, շատ սիրուն է, շատ գրպաններով այսպես գալիս էր կոմքերի վրա, բնականաբար բանով, օձիքով, շատ սիրուն բան էր, հարմար գտա, որ դա գնեմ, անձրևի ժամանակ էլ կարող եմ հագնել, մի խոսքով, այդքան շատ չունեի, որ երկուսն էլ գնեի, գերադասեցի այդ կուրտկան, ուրեմն դա էլ գնեցի, հիմա փորձում եմ իշել, թե նաև ինչ ճանապարհներով։ Ես ուսանող ժամանակ աշխատում էի տրիկոտաժում միշտ վերավաճառում էին տարբեր բաներ, անընդհատ գնում էինք, մեկին 3 գներով, շատ թանկ էր վաճառվում, բայց դե առնում էի, էլի համ ուսանողական ստանում էի, ուսանողական այդ վճարները, համ աշխատում էի եւ շատ բարձր աշխատավարձ էի ստանում, դրա համար ես կարողանում էի ինձ թույլ տալ դա, ես ինքս էի հոգում իմ ծախսերը։ Դե որից հետո էլ արդեն ասեցի, այդ վատ տարիներն էին, ուրեմն տոնավաճառներից էին գնում, հիշում եմ, մի անգամ գնացել ենք տոնավաճառ, տոնավաճառն էլ Կիրովականի ներկա տոնավաճառը որ կա, դրա շարունակությունը բարձանում էր, չեմ հիշում ինչի միջանցք էին ասում, այ լավ չեմ հիշում, հիմա խանութներ են այդտեղ, այդ նույն մարդիկ երևի որ փողոցում էին, խանութներ են մտե սարքել են, այդ ժամանակ փողոցներում էր այդպես տոնավաճառը, ծածկել չկար շուկայում, այդտեղ ամառային բասանոշկա ենք գնում, ես որը հագնում եմ, չեմ հավանում, դե ես ձեզ ասել եմ, դժվար եմ գնում, պիտի լավ այսպես սրտովս լինի, վրաս տեսա հավանեցի, չեմ գնի։ Ու այսպես փորձում ենք մի կնոջ մոտ անընդհատ փորձում եմ, ամուսինս էլ ասում է, դե վերցրու շատ լավն է, ասում եմ, չէ, մեկն է չէ, լավը չի, վերջում էլ ասում եմ, չէ, չեմ ուզում այստեղից գնանք ուրիշ տեղ, մեկ էլ ես կինս ինձ անում, առաջին անգամ եմ տեսնում, որ ամուսինը ասում է, գնի, կինը ասում է, չէ, չեմ ուզում, ամուսինը շատ հումորով էր, ասեց, իսկ ինչ գիտեք, ես իր ամուսինն եմ, այս կինս են կարմեր է շփոթեց, վայ կներեք, ասեց հումոր եմ անում, բնի վերջը ծիծաղեցինք մի լավ, այդպես այդտեղից էին գնում, եւ այդ տարիների վատը նա էր, որ կարող էր շուկայում լիներ այնպիսի բան, որ դու հավանեիր գնել, նաեւ աշակերտը դրանից ունենալ, լավ էր, բացվեցին հենց Կիրովականում, հագուստի խանութներ, անունները սոլիդ, թե ինչ չեմ հիշում, բայց Թուրքիայից էին բերում ապրանքները, որքան գիտեմ, եւ ձեզ ասեմ, շատ որակյալ, շատ գեղեցիկ տեսականի։ Այդտեղից էի անում, որից հետո արդեն մարդիկ սկսեցին շատ տարածված Թուրքիա գնալ,
Թուրքիայից էին բերում արդեն իրենց խանութներում կամ էլի ձեռքի վրա, այդպես գնում էի։ Վերջին տարիներին արդեն 90-ականների վերջին կարելի ասել 2000-ի սկզբներին կամ մի քիչ կարող է 10 թիվը 2000-ականներին էլի այդ տարին վերջե 2000-ի վերջերին երևի թե արդեն Երևանում լավ խանութներ էին բացվել տարբեր որ չկար մարզերում ահավասիկ մադմուազելը ֆրանսիական խանութ որտեղից էլ որ միշտ օգտվում էի իհարկե էլի թանկ էր բայց այդտեղ չգիտես ինչի լինում էր զեղչեր ոչ ամեն ինչը նման որ հիմա զեղչեր են չէ պարզապես գնում էր երևի չծախվածները իրենք էժանացնում էին հանդիպում էր մի խոսքով ես շատ զգեստներ եմ հագել դե մասնագիտությունից ելնելով եւ կիսաշրջազգեստներ միշտ բարձրակրում կոշիկներ եւ ճտկավոր կիսաճտկավոր կոշիկներ նույնպես սիրելիներս նաեւ ամառային բոգոցիկներ ամեն դեպքում այդտեղից եմ գնել հատուկ որ ասեմ ինչ որ բաներ եմ արել տարբերվող երևի թե չէ արդեն ժամանակի ընթացքում այնտեղ էլ ավելացան ինչպես էստեղ կան նման խանութները եւ արդեն Երևան մոլ եմ գնացել վերջին անգամ արդեն իմ թվերին կար Երևան մոլը այնտեղից էի գնումներ անում եւ ինչ որ կար մի որոշ բան հետս բերեցի այստեղ այդ ձևի չէին հագնում Դրա համար բացի դրանից որ չէին հագնում նաև այստեղ այդքան սև գույնի կիսաշրջազգեստներ այդպես դասական բան չկային իզես այդպես շատ ունեի մեկը շատ հագա հետևի մասը լարիվ ցեպով էր ինքը ձգվող էր երկարաճիտ դեռ որ նոր է եկել սապոգներիս հետ հագնում էի էլի դեռ այդ հին ձևով հետո որ արդեն Ժորժ ջան աշխատանքի գնացի էլ արդեն այդ բարձրակրունկները վերացան այդ յուբկաները, զգեստները իրենց տեղը զիջեցին շալվարներին եւ սպորտային կոշիկներին։ Չնայած որոնց հետ ես այդքան էլ չեմ հարմարվում, հատկապես խոսքը սպորտային կոշիկների մասին է, լավագույն բրենդներից օգտվում եմ, բայց դա ինձ հարմար չէ։ Ես ինձ դրանց մեջ հարմար չեմ զգում։ Դե դա բնավորություն է։ Ես մի քիչ կրունկներ, շատ դե կրունկներն էլ ինձ հարմար չէ, հատկապես իմ ճանապարհին այդ հարթ ասֆալտ չի։ Այդ իսկ պատճառով հիմա էլի դժվար է ինձ համար գտնել իմ ճաշակի, ես չեմ ասում ես բարձրաճաշակ եմ, բայց իմ ուզածի, իմ ձևի, որը շատ բարդ է։ Չնայած հիմա, որ մի քիչ նիհարել եմ, արդեն հնարավոր է ձեռք բերել այն ամեն ինչը, որ ինձ դուր է եկել։ Մի խոսքով սիրելիներս, հիմա ես որոշել եմ, այլի եմ ասել ձեզ, ինչ հին կա, այսպես դե հին մաշված չէ, բայց ինչքան հին ձևերի, մոդելների բաներ ունեմ, դե հինն էլ, եթե ես այստեղ 10 տարվա եմ ապրող եմ, 10 տարվա ապրող եմ, վերջին երևի 5 տարիներինն եմ հին համարում, որովհետև նրանք արդեն էլ չկան։ Դրանցից էլ եմ ուզում ազատվել, ինչը որ արդեն իմ սրտովը, հենց սրտովս է, որի մեջ ես ինձ ազատ կզգամ, կարող է շատ լավն է, որակյալ է, գեղեցիկ է, բայց որի մեջ ես ինձ լավ չեմ զգում, պետք է լինի հարմար, եթե հարմար չեղավ ես չեմ հագնում, և մի սովորություն էլ ունեմ, երբ որ ես գնում եմ հագուստը, ես անմիջապես չեմ հագնում, պահում եմ այնքան, մինչև ես երևի հոգեբանորեն հարմարվեմ, որից հետո կտրում եմ պիտակը և հագնում եմ։ Չկա դեպք, որ ես տանեմ ետ վերադարձնեմ, չեմ հիշում նման դեպք, որ գնաց լինեմ, բերեմ, նայեմ, բան չհավանեմ։ Երևի մեկ կամ երկու անգամ դա պատահած լինի, դրա համար եմ ասում, ես շատ երկար եմ փնտրում, շատ երկար եմ մտածում, Եվ երևի թե կարիքն չի լինում ետ վերադարձնելու։ Դե ամեն մարդ մի սովորություն ունի, չէ։ Իմ սովորություններն էլ դրանք են։ Իսկ օծանելիքները դեռ սիրել եմ 7-րդ դասանից, որ սովետի ժամանակ դա արգելված էր, մինչև օրս ինձ համար շատ կարևոր է օծանելիքը։ Իհարկե իմ հոտը, որ ալերգիա չառաջացնի, ես հոտերի նկատմամբ խիստ զգայուն եմ, դրա համար մի քիչ դրա ընտրությունը էլի դժվար է լինում, երբեմն ես կենտրոնանում եմ և
արդեն աշխատում եմ նմանատիպ հոտով օծանելիքներ օգտագործել։ Սա էլ օծանելիքների մասին։ Դեռ երիտասարդ ժամանակվանից միշտ սիրել եմ գլխարկներ կրել, մինչև օրս կրում եմ։ Այսինքն տեսեք, ես այդքան էլ բնույթով չեմ փոխվել, պարզապես տեղս եմ փոխել, միջավայրս է փոխվել եւ արդեն համապատասխան տարվա, այսպես ասենք, մոդան տենդենսները մի քիչ այլ կերպ են եղել, բայց որ հետ եմ գնում այդ տարիները, հատկապես ուսանողական, տեսնում եմ, որ այն ժամանակվա նման է, բայց այն ժամանակվա հագուստները մի քիչ ճիշտ է գունավոր բան, ես միշտ էլ հագել եմ շատ գունավոր, ծաղկավոր, գծավոր, ամեն ինչ ոճի, բայց մռայլ էին, չնայած ես միշտ դա լրացրել եմ գույներով, պայուսակներս շատ են եղել դեռ ուսանող ժամանակ, իսկ արդեն այն որոշ տարիքում, որ արդեն բավականին, ասենք 30 տարեկան ես եւ մի քիչ ավել, բնականաբար ավելի շատանում են եւ արդեն սկսում ես կարեւորություն տալ։ Այստեղ տեղափոխվելուց առաջ ես 20 զույգ երկարաճիտ սապոգներ ունեի 5 զույգ, կարծեմ, եթե ոչ ավել, կիսաճտկավոր կոշիկներ բոլոր դեսեզոնների, բարձրակունգներ բոլորով, ինչ որ ասում եմ ձեզ, ամենափոքր չափը այսպես էր։ Եվ էլ չասեմ, թե ինչքան բասանոճ կա եւ կոշիկներ անհաշիվ։ Հիմա այստեղ էլ եմ, չեմ ուզում, որ թիվ շատանա, ոսկով շորամոլ եմ եղել, հիմա դա մի քիչ վերահսկելի է։ Այն դեպքում կյանքը փոխվում է, մարդու բնավորությունը մնում է նույնը, բայց որոշ բաներ ինքը ինքնակրթվում է, ինքնափոխվում է, շատ բաներ տեսնովի է, չէ, սովորում ես, ճաշակդ է ձևավորում, ամեն ինչը։ Հիմա դրա համար այստեղ դժվար է հատկապես Ֆրանսիայում, որովհետև այստեղ ֆրանսիական հագուստները, շորիկները շատ կարճ են։ Երկարափեշել են հանդիպում, դրանք ծովափնյա կարծես հարմար լինեն, մեր քաղաքի եղանակի հետ այդքան էլ համահունչ չի։ Դրա համար իմ բոլոր ամառային շորիկները գրեթե ես դրանք ավելի շատ հագնում եմ, երբ որ մենք ծով ենք գնում։ Իսկ այստեղ հիմնականում պետք է ունենաս շատ լավ վերնազգեստներ պիջակի տեսքով ու տարբեր նման բաներ։ Հիմիկվա Զարաներում կամ այդ տարբեր խանութներ որ գնում եք, ես դժվարանում եմ գնել։ Մեզ մոտ Մորգան խանութ կա, ամերիկյան խանութ է, որտեղ էլի ոչինչ հետաքրքիր իմ ճաշակի բաներ տեսնում եմ, բայց նրանց համարներն էլ շատ փոքր են լինում, ինձ չեն գալիս։ Պետք է հագուստը ըստ ինձ լինի խոսելի, լինի ներկայանալի, ոչ թե որ Հայաստանի նման այդպես տոնական բան գնում ենք փողոցներում, չէ, նայես ներկայանալի, որ դու որտեղ ես աշխատում, դրան համապատասխան հագուստ ընտրես։ Իսկ ես աշխատում եմ, գիտեք, որտեղ վազքի մեջ եմ եւ դպրոցում նայում եմ, թե ծնողները, որոնք թե երիտասարդ են, թե ինձանից մեծ են, ինչ ձևով են հագնվում։ Ես ընտրում եմ իրենց եւ այն Հայաստանի ձևերի միջինն եմ ընտրում, որը որ ինձ հարմար է, որի մեջ ես ինձ կին եմ զգում վերջապես, չէ որ հագուստ հագնելիս պիտի քեզ կին զգաս եւ անկեղծ ասած ես դեռ շատ երիտասարդ ժամանակվանից չեմ սիրել, երևի դա հորս խստությունից է եկել, շատ բաց այդպես բան հագուստներ չեմ կրել եւ հիմա էլ այդպես չեմ կրում։ Միգուցե ծովում ինչ որ ազատ մայջ կա, ինչ որ այդպես հագնեմ, բայց այստեղ դա ես չեմ հագնում, չգիտեմ։ Ես կլասիկի կողմնակից եմ, սիրելի հետևորդներ, գրադասում եմ կլասիկը եւ կնոջ համար ինձ համար տաբու է, կներեք նման գլխարկ դնողներ, այն կասկաները, կասկետներ ֆրանսերեն, այդ կասկետներ դնող կանայք իմ աչքին կանայք չեն։ Ինչքան էլ ուզում է սպորտային հագած լինեն կամ այդպես դնեն, ես չեմ ընդունում, երբեք չեմ դնում, չեմ դրել եւ չեմ ընդունում նաեւ ուզում է տղամարդ լինի, ուզում է կին լինի, երբ սպորտային թեկուզ բրենդային հագուստով փողոց է դուրս գալիս, դա ինձ համար էլի կին չի համարվում։ Չեմ ընդունում, որ կանայք տանից դուրս են գալիս առանց պայուսակների,
Կարևոր չէ փոքր պայուսակ ես բռնել, թե շատ մեծ, դա քո ճաշակն է, բայց պայուսակով կինը շատ գեղեցիկ է։ Ինչպես ասում են, այն կինը, ով պայուսակ չի կրում, շատ կասկածելի է, կասկածելի կին է։ Այսքանը, երևի թե բան չմոռացա, մեծ տեղ է գրավում նաև կնոջ համար զարդերը, որոնք էլի չափի մեջ եմ սիրում։ Ես չեմ սիրում, որ մարդիկ ամբողջ մատներին մատանիներ են դնում։ Միգուցե հետամնաց են, բայց բուտ մատերի մատանիներ չեմ դնում։ Չգիտեմ, բաներ կա, որ չէ, ամեն մարդ ինքը նայում է իր ճաշակին, իր ցանկությանը, հիմա իրեն դա է հարմար, ինձ սա չի հարմար, ես իմ տեսանյութն է ինձ եմ ասում, իմ մասին եմ խոսում, սիրում եմ ժամացույց շատ, սիրում եմ շատ զարդերից բրասլետներ, ինչեր հայերեն, թևնոցներ եմ սիրում, շատ եմ սիրում, միշտ կրել եմ, կրում եմ, շատ եմ ունեցել, մեծ մասը թողել եմ Հայաստանում, հիմա այստեղ նոր ուրիշ տեսակի բաներ եմ կրում, վզնոցներ նույնպես, հիմնականում ամռանն եմ շատ կրում, ունեմ բավականին կոմպլեկտներ, արծաթասեր եմ, դա էլ դուք նկատում եք տեսանյութերում, կամ էլ երևի չեք նկատում, մի խոսքով, այսպես եմ ես սիրելիներս, և նոր հետևորդների համար հատկապես, որ ես սիրում եմ արվեստ, գերադասում եմ գրականություն, թատրոն և նկարչություն, ինչու չէ պար, և այս ամենը իրար հետ զուգորդված։ Դա ինձ համար կյանք է, հատկապես գիրք կարդալը։ Ցավոք, այստեղ շատ քիչ հայկական գրքեր ունեմ, նախկինում ես ասում էի, որ տարիքս մեծանա, այս կարդացածս գրքերը նորից պիտի կարդամ, ես շատ մեծ գրադարան ունեի, չնայած հիմա շատ քիչ է մնացել, Աստծո հաջողությամբ որոշել եմ այս տարի, որ գնամ Հայաստան, գրքերս բերեմ Ֆրանսիա, որ ընթերցեմ։ Ինտերնետը կա, բայց ինտերնետը այն չի տալիս ինձ, ինչ որ գիրքը։ Ես գրքասեր եմ, գիրքը շատ կարևոր է, գրքի էմոցիաները անգամ ֆիլմը չի տալիս։ Այնպես որ ես այսպիսին եմ, երբեմն ստեղծագործում եմ, գրում եմ բանաստեղծություններ, բոլոր տարիներին, բոլոր տարիքներում գրել եմ, Տետրիս մեջ լավ բանաստեղծություններ ունեի, որոնք երկրաշարժ ժամանակ մնացին փլատակների տակ, այդպես այդ ամենը կորցրեցի։ Հետո քիչ-քիչ այդպես գրում եմ, ահա, կարծես թե մի հետաքրքիր պատմություն չէ ստացվեց իմ մասին, միգուցե մեկ ուրիշի համար ոչ հետաքրքիր, բայց որպես տեսանյութ բավականին խոսեցի։ Սիրում եմ մարդկանց, ինձ համար բոլորը լավն են, չնայած երբ զգում եմ, որ այդ մարդը բացասական է ինքը իմ հանդեպ, ես դա անմիջապես զգում եմ, հորոսկոպով ես ձուկ եմ, ձկները ասում են զգայուն են։ Ես զգում եմ, միգուցե բան չասեմ և չեմ էլ ասում, բայց հեռանում եմ, ես չեմ ձգտում, որ այդ մարդկանց հետ այլևս շփվել։ Ուզում եմ շփվել այն մարդկանց հետ, ումից կարող եմ բան սովորել, ով ինձ համար նորություն կասի, և այդպես հետաքրքիր է ինձ համար։ Եվ ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր բարի են, նախանձ չեն, չար չեն, ովքեր քաղաքավարի են, ես հիասթափվում եմ անմիջապես այն մարդուց, ով առանց ինձ ճանաչելու դու է սկսում ինձ հետ խոսել։ Եվ այս առումով ես ինձ լավ եմ զգում հենց Ֆրանսիայում, այստեղ ինչ որ պակասներ կա, այստեղի մարդիկ դա լրացնում են այդ քաղաքավարության առումով, և ընդհանրապես չեմ սիրում, որ մարդիկ նախահարձակ են լինում, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ինքնասիրահարված են, ովքեր կարող են իրենց գովել, իրենց առավելությունը ցույց տալ դիմացինի հանդեպ, կլինի դա իրենց պահվածքով, իրենց հագուստով կամ իրենց վերաբերմունքով և պնդելը, որ իրենք ճիշտ են։ Չեմ սիրում նաև, որ չեն լսում դիմացինի կարծիքը կամ էլ հաշվի չեն առնում այդ կարծիքը։ Ես չեմ ասում լսել, հնազանդվել հասարակությանը, բայց կան նորմեր, կան չափանիշներ, որ ցանկացած մարդ պարտավոր է հարգել և ինքն էլ ներկայանալ որպես հասարակության նման մի անդամ ևս։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ, ինձ թվում է բան չմոռացա ասելու, եթե ինչ-որ բան էլ մոռացա, էլի հարցեր կգրեք, ես կպատասխանեմ ձեր հարցերին։ Եվ այն հարցին, որ
երկար տարիներ եմ ես Ֆրանսիայում, երևի էլի նոր հետևորդ է, եւ տղաս որտեղ է աշխատում, որտեղ է հարգելի հետևորդ, նոր հետևորդ ջան, ես շուտով 10 տարին կլրանա, որ Ֆրանսիայում եմ, ես տղա չունեմ, ցավոք, չգիտեմ դուք ում անունն եք լսել, որ տեսանյութն եք լսել, որտեղ եք լսել, որ այդ հարցը տվել եք, եթե տեսանյութում Կարեն եք լսում, ուրեմն իմացեք ինքը իմ ամուսինն է, եթե խոսում եմ տղայից, ուրեմն իմ թոռնիկի մասին եմ խոսում, կամ էլ խոսում եմ այն տղայի մասին, ում ես հիմա նայում եմ, ում հետ աշխատում եմ, էլ ուրիշ տղայի անուն իմ տեսանյութերում չեմ տվել, ինչ ասեմ, լավ մնացեք ինձ հետ, ժողովուրդ ջան, ապրեք, որ դուք կաք, որ ակտիվ եք մեկնաբանություններում եւ մի անգամ էլ հիշեցնեմ, որ շատերի մեկնաբանությունը հեռացնում է YouTube-ը, ես այդտեղ կապ չունեմ, դա կլինի լավ մեկնաբանություն, թե վատ մեկնաբանություն, այսքանը ինչ որ հարցեր կան տվել են, պատասխանել եմ կարծեմ մեկնաբանություններում, ինչն էլ որ դեռ չեք նայեմ, եթե էլի շատ հարցին երկար լինի, այդպես տեսանյութում կասեմ այդ մասին, ուրեմն ինչ ենք որոշում ենք, որ հիմա ես տանից դուրս գամ, գնանք այդ խանութը, չնայած մի փոքրիկ գնում էլ Carrefour-ից երևի թե կունենամ անելու եւ արդեն գնում եթե կանեմ, ձեզ ցույց կտամ։ Այսքանը կներեք շատախոսության համար։ Օրվա առևտուրն է ցույց տամ ժողովուրդ ջան, իհարկե առանձնացրել եմ առողջ սննդակարգը ոչ առողջից, հիմա ցույց եմ տալիս այն ամենը, ինչը որ ես չեմ ուտում։ Կարենի սիրած բաներն են։ Ահա, պիցցան է եւ այս ֆրիթի կարտոֆիլը, չնայած սրանք որակյալ են, խոշորահատիկ են էլի, կտրտած։ Կարագը, կարագից եմ ես արդեն հրաժարվել, ամեն օր չեմ ուտում, կարող է շաբաթվա մեջ մեկ անգամ ուտեմ։ Իր սիրած բաները, սա էլ ջեմ, պանիր, սուրճ, ահա, ինձ համար բազուկ, իդեպ թարմ բազուկ դեռ չկա, և այս ձիթապտղի յուղը, որը անպայման աղցաների համար է, սառը պիտի օգտագործվի, այն չի կարելի տաքացնել, ահա, տեսեք, առանց ժավելի ժողովուրդ ջան ես ոչինչ չեմ անում, էլի հիմնական մաքրությունները իհարկե, որ ժավել չի լինում, ինձ թվում է թե մաքրված չէ եւ արդեն զուգարանի համար այս հեղուկն է, ահա, այս էլ Գրանֆրեից թարմ բազուկ, լավեր, լոլիկներ, ելակ, մածուն, բանան և խուրմա, ահա ժողովուրդ ջան, այս էլ այսօրվա առևտուրը։